Անդրանիկի արծվային ճախրանքը Սասունում 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունը թաղված էր բռնությունների մեջ։ Համիդյան կոտորածները ավերում էին հայկական գյուղերը, սակայն Սասունը դարձավ հայի վերջին ամրոցը։ Այստեղ բարձրացավ դիմադրության ոգին, եւ այստեղ էր, որ իր թևերը բացեց Անդրանիկ Օզանյանը, ապագա հայդուկապետը։ Անդրանիկը որպես մարտիկ։ Նրա առաքելությունը պարզ էր՝ կազմակերպել եւ առաջնորդել ազգային ինքնապաշտպանությունը։ Անդրանիկը ոչ միայն պաշտպանում էր, այլև հարձակվում, ցուցաբերելով ռազմական անսովոր հնարավորություն։ 1895 թվականի Սասունի մարտերը։ Անդրանիկը առաջին անգամ մտավ Սասուն հրեր դժոխքի խմբի կազմում։ Նա մասնակցեց գյուղերի պաշտպանությանը, բայց ուժերի անհավասարությունը ստիպեց նրան 1896-ին հեռանալ արտասահման։ 1897 թվականի վերադարձը։ Աղբյուր Սերոպի խմբում վերադառնալով Անդրանիկը միացավ Աղբյուր Սերոպի և Սպաղանցի Մակարի խմբերին։ Նրանք միավորեցին մեկ ընդհանուր ուժի տակ՝ Սերոպի գլխավորությամբ։ Անդրանիկը դարձավ Սերոպի աջ ձեռքը։ Սերոպի մահը 1899 թվական։ Սերոպ Վարդանյանը սպանվեց Բշարե Խալիլի կողմից։ Այդ ծանր պահին Մուրադը մերժեց առաջնորդ դառնալ և հայտարարեց. Անդրանիկն այն առաջնորդը։ Եթե նույնիսկ մեռած լինի, նրա դիակը մեր դրոշի հետ պիտի տարվի առջևից, դեպի կռիվ և ազատություն։ Այսպես Անդրանիկը դարձավ ճանաչված հայդուկապետ։ Ավոյի և Բշարե Խալիլի սպանությունը։ Անդրանիկը վրիժառությունը համարեց պարտականություն։ Նրա գլխավորությամբ ոչնչացվեցին Ավոն և Բշարե Խալիլը, Սերոպի սպանության պատասխանատուները։ Աղբյուր Սերոպի սպանության վրեժը լուծվեց 1900 թվականին աշնանը։ Աղբյուր Սերոպի զինվորներ Գևորգ Չաուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դավաճան Ավոյի ողջ գերդաստանը և սպանում Բշարե Խալիլի նույն ձևով և ինչպես Աղբյուր Սերոպի դեպքում։ Խալիլի գլուխը ցցի վրա անցկացրած շրջում էին փողոցներով, որպես Աղբյուր Սերոպի արդար արյավրեժ։ Առաքելոցվանքի կռիվ 1901 թվական։ Անդրանիկը շուրջ 100 զինակցով փակվեց Մուշի առաքելոցվանքում։ 2 շաբաթ դիմակայեցին բազմահազարանոց թուրքական բանակին։ Կռիվը դարձավ հայ ֆիդայական շարժման ամենափառավոր հաղթանակներից մեկը։ Անդրանիկ Փաշա։ Սոլուխա կամրջի կռվի ժամանակ Անդրանիկը սպանեց թուրք հրամանատար Քոսա Բինբաշուն։ Սուլթանին տեղեկացրին. Անդրանիկ Չաուշը սպանեց Քոսան։ Սուլթանը պատասխանեց. այդուհետև Անդրանիկը Չաուշ չէ, այլ Փաշա է։ Այդ օրվանից ժողովուրդը նրան կոչեց Անդրանիկ Փաշա։ 1904 թվական Սասունի գոյաման մարտը։ Սասունում Անդրանիկը շուրջ 2000 գյուղացիների և հարյուրավոր ֆիդայիների հետ դիմակայեց թուրքական կանոնավոր բանակին ու քրդերին։ Չնայած ուժերի անհավասարությանը, մեկ ամիս շարունակ ընթացան կռիվներ։ Վերջում Անդրանիկը կազմակերպեց նահանջը, փրկելով մեծաթիվ զինակիցների։ Սասունի այդ փոքրիկ հատվածը դարձավ հայոց պատմության ամենավառ էջերից մեկը։ Այստեղ Անդրանիկը դարձավ հայդուկապետ, այստեղ ստացավ Փաշա անունը։ Նրա ռազմարվեստը և արձանական քաջությունը նրան դարձրին ազգային հերոս ու սերունդների ոգեշնչման աղբյուր։ Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար։ Տեսանյութը պատրաստեց Արմավիրի մարզի Վաղարշապատի զորավար Անդրանիկի անվան համար 12 հիմնական դպրոցի ժողովրդի սրտի զորավարը քարտեզագրելով հայ ոգու և ինքնության օզանյանական ուղին, նախագծային աշխատանքի մասնակից Մատեո Մարուկյանը, կարդաց Էլենա Հովհաննիսյանը։